Սուրբ Ստեփանոս նախավկայի անունով տարբեր դարաշրջաններում հայկական եկեղեցիներ եւ վանքեր են կառուցվել ոչ միայն Հայաստանում։ Հայտնի սրբավայրերից են Ջուղայի, Աստապատի եւ Մաստարայի եկեղեցիները, իսկ Արագածոտնի մարզի Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասախ գետի ձախ ափին գտնվող Չքնաղ գյուղում 2001 թվականին են դրվել Սրբի անունը կրող նոր եկեղեցու հիմքերը։ Համայնքը ձևավորվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանից վերադարձած մեր հայրենակիցներով, հիմնականում Մուշ, Ալաշկերտ եւ Բայազեդ տարածքներից են եկել 27 ընտանիք եւ ձևավորվել է այս փոքրիկ Չքնաղ գյուղը։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետն այցելելով հնամենի այս գյուղ եղել է նաեւ նրա նվիրական սրբատեղիում 4-ից 5-րդ դար թվագրվող Նարեկի Կիսավեր մատուռի ավերակներում։ Տեսնելով համագյուղացիների բարեպաշտական զգացումները, հայրապետն իր օրհնությունն է տվել Հովսեփյանների գերդաստանին վերակառուցելու Սուրբ Նարեկ մատուռը եւ հարևանությամբ հիմնել Սուրբ Ստեփանոս նոր եկեղեցին։ 2004 թվականին այն օծվում է բացելով իր դռները հավատացյալների առջև։ Ամեն տարի այսօրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերում ենք Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը եւ այդ մասունքի ներկայությամբ մատուցվում է Սուրբ Եվանմա պատարագ։ Եվ սա մեծ առիթ է մեզ բոլորիս համար, որ Սուրբի մասունքը եւս մեկ անգամ առիթ ունեցանք մեր գյուղից ներս ընդունելու։ Մենք հավատում ենք, որ մասունքով նաեւ ստանում ենք Սուրբի գերագույն բարեխոսությունը մեզ համար եւ հյուրընկալությունը մեր գյուղից ներս։ Մենք եկեղեցու մոտո բարձրանում ենք որ տունը միջև չմոտենայինք, մեր այն ժամանակ ժամ էինք կոչում։ Ժամի պատը չպաչեինք, ջամփուր ենք, չաղոթեինք, հիմա որ մաս տատուետ չէինք առաջանում։ Այդ հին ժամանակներից ամեն ինչը տպվել է մեր մեջ, ու մենք այսօր փառք ենք տալի Աստծուն, որ մեր Հովսեփյանների բարեգործության շնորհիվ վերակառուցեց մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին, ու այսօրվա դրությամբ մենք կարող ենք այցելենք, հոգևոր սնունդ ստանանք։ Սուրբ Ստեփանոսն առաջին նահատակն էր, որն իր արյունը թափեց Քրիստոսին Աստծո որդի վկայելով։ Նա մեկն էր Հիսուսի 72 աշակերտներից, որին նախնական եկեղեցին Պետրոս Առաքյալի առաջնորդությամբ կարգեց եկեղեցու սարկավակ։ Սուրբ Գիրքը Ստեփանոս նախավկայի մասին վկայում է, որ նա լցված էր աստվածային շնորհներով եւ զորությամբ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ Նա նահատակվել է հանուն հավատքի, թողություն խնդրելով իրենց սպանողների համար։ Մեր սուրբերի մասունքները մեզ ուժ ու զորություն տվող զորություն ունեն, որովհետև նրանք իրենց նվիրական հավատքով նահատակվեցին հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, եւ հավատում են, որ այդ օրհնությունները իրենցից անպակաս է եղել եւ սրբագործվել է իրենց մարմինը, եւ մեզ համար նրանց մասունքները իսկապես սրբազան են, խոնարհումի եւ հարգանքի արժանի սիրելիներ։ Եկեղեցին իր կառուցումից ի վեր շատերի կյանքն է փոխել, հատկապես կարևոր դեր ունենալով երիտասարդների հավատքի ամրապնդման գործում։ Եկեղեցուն կից գործում է դպրաց դաս, իսկ երիտասարդներն իրենց առօրյան դժվար են պատկերացնում եկեղեցուց եւ եկեղեցական կյանքից դուրս։ Թեմի երիտասարդաց միությունների ատենապետ Նաիրա Դավթյանի խոսքով, հենց այս եկեղեցին է առանցքային նշանակություն ունեցել իր հոգևոր կյանքի ձևավորման ճանապարհին։ Ես այստեղ եմ գտել Աստծուն, այստեղ եմ ճանաչել Աստծուն, որի համար փառք եմ տալիս Տիրոջը եւ իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր քահանային, որ մենք իր միջոցով ճանաչեցինք եւ գտանք Աստծուն։ Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը եկեղեցում պահվեց մինչև երեկոյան ժամերգություն, կատարվեց անդաստանի կարգ։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։